Նախքան նյութին անցնելը կխնդրեմ լայքել և բաժանորդագրվել մեր ալիքին։ Ներիշխանական կրակի յուղը։ Խորհրդարանի ՔՊԱ-ական մեծամասնությունը Պաշտպանության նախարարի հետ մի քանի ժամ փակ քննարկում է իրականացրել զինծառայության վերաբերյալ աղմկոտ նախագծի առնչությամբ, որն այլ կերպ ասած օրենքի նախագիծ է զինվորական ծառայությունից վճարի դիմաց ազատվելու համար։ Նախաձեռնության հեղինակը ՔՓ պատգամավոր Հայկ Սարգսյանն է, բայց նախաձեռնությունը արժանացել է ՊՆ հավանությանը։ ՔՊ խմբակցությունում և կուսակցությունում սակայն բոլորը չէ, որ համաձայն են այդ օրենքին։ Դրա պատճառը թերևս այն է, որ հասարակությունը խիստ բացասական է արձագանքել ըստ էության սոցիալական դասակարգային խտրականության մասին այդ օրենքին, որի վերաբերյալ մտահոգություն է հայտնել անգամ մարդու իրավունքների պաշտպանը, չբացառելով ընդհուպ սահմանադրական դատարան դիմելը։ Ներիշխանական տարաձայնությունները, սակայն պայմանավորված լինելով իհարկե հասարակության բացասական արձագանքի շոշափելիությամբ, այնուհանդերձ իրենց խորքում թերևս արտահայտում են բոլորովին այլ մտահոգություններ, մասնավորապես մտահոգություններ խորհրդարանի առաջիկա ընտրության և այդ ընտրության թիմում իրենց տեղի ու դիրքի կապակցությամբ։ Նախընտրական պայքարը Հայաստանում թեժանում է ոչ միայն քաղաքական մրցակից ուժերի կամ նույնիսկ հակառակորդ ուժերի միջև, այլև իշխանության ներսում։ Ներիշխանական պայքարը կամ մրցակցությունը սրում է թերևս այն, որ ակնառու է նոր իշխանության նկարագիր, և ըստ այդմ դրա ներքո նոր թիմ ձևավորելու Նիկոլ Փաշինյանի ձգտումը և աշխատանքը։ Սա նշանակում է, որ ներիշխանական ներկայիս ստատուս քվոն ենթարկվելու է էական փոփոխության։ Համենայն դեպս Փաշինյանն ունի այդ նպատակադրումը, որպեսզի դրանից քաղի նախընտրական առավելագույն էֆեկտ՝ կոմպենսացնի սեփական վարկանիշի անկումը, իսկ կորցնել դիրքերը իշխանության ներսում չի ցանկանում բնականաբար ոչ ոք։ Իհարկե, այդ երևույթը միշտ չէ, որ արտահայտվելու է նկատելի, սակայն բոլոր այն դեպքերում, երբ իշխանության այս կամ այն նախաձեռնության հանդեպ լինի հանրային ընդվզում, նկատելի դժգոհություն կամ բացասական գնահատական, դա կլինի յուղոտ՝ ներիշխանական մրցակցության այն մարմանդ կրակին, որը գոյություն ունի վաղուց։ Իհարկե, պետք չէ բացառել, որ այդ յուղը լցնի Նիկոլ Փաշինյանն ինքը, ըստ կրակի կառավարմանն իր նպատակահարմարության։ Համենայն դեպս հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն առ այսօր չի արտահայտվել աղմկահարույց օրինագծի առնչությամբ, թեև օրինակ կառավարության նիստում խոսել է եկեղեցիների համար ստանդարտներ սահմանելու կամ չափահաս դառնալուց հետո ծնողների հետ ապրելու ավանդույթից հրաժարվելու մասին։